այսօր ապրիլի 7-ն է, ինչ կասեք, կմաղթեք ապրիլի 7-ի կապակցությամբ։ Կներեք, ոչ մի բան չեմ կարող ասել։ Կանանց ինչ կմաղթեք։ Ոչ մի բան։ Բան կա մաղթելու։ Հայ կանայք ամեն ինչ ունեն, ինչ մաղթի։ Ամեն ինչ ունեք։ Ինչ չունեք։ Ամեն ինչ ունեն հայ կանայք։ Առողջություն ունենան, իրենց տղամարդկանց գլխից անպագած լինեն։ Լավ որդիներ ունենան, լավ ամուսիններ ունենան, լավ հայրեր ունենան։ Այդքանը հերիք է։ Հայ կանանց ցանկանում եմ հաջողություն, առողջություն, ընդհանրական սերմիություն, լավ լինեն, լավ երեխաներ դաստիարակեն, իրենց ամուսնու հետ սիրով լինեն, ընտանիքը խաղաղ պահում է, կինն է պահում։ Պետք է բարի լինեն, լավ լինեն, այդ եմ ցանկանում։ Աստված օրհնի, թող մեր կանանց, թող ապրիլի 7-ը տիրամոր տոնն է այսօր, նրա օրհնությունը կանանց եւ մեր ժողովրդի հետ լինի, մեր երկրի խաղաղություն լինի։ Աստված օրհնի ձեզ։ Ջանի գոհստություն։ Հայ կանանց կմաղթեմ տնտեսական բարեկեցություն բոլորին, որպեսզի հայր մայրը, հայ կինը կարողանա մտածել միայն իր երկրի շենության, զավակին կրթելու եւ դաստիարակելու մասին, իսկ գյումրեցի կնոջը կմաղթեմ տոկունություն նաեւ։ Կմաղթեմ, որ բոլոր մայրիկները միշտ առողջ լինեն, երբեք չհիվանդանան, միշտ իրենց բալիկների հետ լինեն ու միշտ ուրախանան իրենց երեխաների հաջողություն։ Իսկ ձեր մամային ինչ կասեք։ Նույն բանը, որ միշտ այդպես սիրուն մնա, որ ես կարողանամ իմ մայրիկին ավելի շատ երջանկացնել։ Չով է այսօր։ Ասա, ասա։ Մայրիկների տոնը։ Ինչ կմաղթեք մայրիկներին։ Առողջություն։ Ասա, կարի, ասա։ Մամաններին ինչ կմաղթեք։ Մաղթագրություն։ Երջանկություն։ Ինչ։ Հաջողություն։ Հայ կանանց, բոլոր աշխարհի կանանց ցանկանում եմ առողջություն, գեղեցիկ մնան մինչև կյանքի վերջ։ Սազիպես մեր գլխի ծամպագացանին, մեր կյանքի սաղեցավը տան։ Առաջինը կմաղթեմ հայրենիքի ու հարազատի կորուստ չունենան։ Հայ մայրերը աշխարհի ամենալավ մայրերն են, ամենալավ քույրերն են։ Թող հայրենիքի ու հարազատի կորուստ չունենան։ Ամենակարևորը թող տխուր չեղնեն, ուրախ եղնեն։ Այդքան բանը։ Մաղթում եմ առողջություն, որ բախտավոր լինի, հարուստ լինի, որ Իսկ էլի կանայք կա, որ ուզես իրանց շնորհավորես։ հա, տատիկիս, մորքերիս, հորքերիս, քույրներիս, Ուսուցիչներից։ այո, Իրանց առողջություն։ Մեր հայ կանայք ինքան այս վերջի տարիները իրանց կանայցության մասին էլ մոռացան, իրանց առօրյային էլ ինքան խառը վիճակի մեջ օրերս անցկացրեցինք, որ բնականաբար մենք շատ սիրո կարիք ունենք, շատ վերաբերմունքի կարիք ունենք։ Ես կցանկանայի ցանկացած ընտանիքում սերը իշխեր, որ երեխաներն էլ այդ սիրո մթնոլորտում մեծանային, ցավ չտեսնեին, հաճելի լիներ, կինը մնար իր դիրքում, հարգված, սիրված, որ մեր ապագան էլ երեխաներն են, որ սիրո պտուղ լինի երեխան, որ մեր ապագան աբաով ձեռքերում լինի, բոլորի տոներն էլ շնորհավոր լինի, առողջ լինեն, բոլորն էլ մայրանան, ամենակարևորը, սիրված լինելով ապրեն, մինչև խոր ծերություն, որպես մայր, որպես տան ծուխ, որպես տան օջախ, տունը կազմակերպող հաճելի մարդ։ Ինչ կմաղթեք հայ կանանց, այսօր ապրիլի 7-ն է, ինչ կասեք ապրիլի 7-ի կապակցությամբ։ Մեր հայ կանայք թող առողջ եղնին, գեղեցիկ, սիրուն, մեր գլխի ծամպագած եղնին,
որ մեր ազգը բազմանա, զարգանա, ամենալավն ու բանը։ Խաղաղություն, աղջիկ ջան, ուրիշ էջ բան։ Խաղաղություն։ Էլ ինչ կուզես մատել։ Երկիրն որ խաղաղ եղնի, ամեն ինչն էլ լավ կերնի։ Կանանց էլ տղամարդկանց համար էլ, բոլորի համար էլ լավ կերնի, աղջիկ ջան։ Մենակ խաղաղություն, սահմանին էլ անխապան ծառայություն։ Հայ կանանց ես ցանկանում եմ երջանկություն, կանանային պայծառ ժպիտ, անհոգ կյանքի օրեր ու նպատակներ իրականացում։ Եվ այդ դժբախտությունները, դժվարությունները, որոնք իրենք տեսել են դարերի ընթացքում, էլ երբեք չկրկնվեն եւ ապրեն խաղաղ, պայծառ երկնքի տակ։ Дорогие женщины, поздравляю я вас всех с праздником, с женским днем, желаю вам здоровья, желаю мира, и пусть все ваши добрые, светлые желания исполнятся. Хочу, чтобы у нас в Армении был мир, у нас никогда, чтобы не было войны, это самое главное. Всех обнимаю.